Պարոն վարչապետ, քիչ առաջ ասացիք, որ որոշ ուժեր, որոշ շրջանակներ իրենց խոսույթով, իրենց առաջարկություններով ըստ էության ուզում են սանձազերծել նոր սեպտեմբերյան պատերազմ։ Պարոն վարչապետ, կարող եք ավելի կոնկրետացնել, որ ուժերի մասին է խոսքը, եթե հնարավոր է, եւ որ ամենակարևորն է, նպատակը ո՞րն է, ինչու են այդ ուժերը ցանկանում սեպտեմբերյան նոր պատերազմ սանձազերծել։ Նպատակը շատ պարզ է, որովհետև իրանք խնդիր ունեն Հայաստանը պահել ծայրագավառի կարգավիճակում, ինչպիսին եղել է իրանք իշխանության շրջանում։ Իրանք տեսնում են, որ Հայաստանը անկախացել է եւ խնդիր ունեն դրա հետ, որովհետև իրանք բոլորը էմիսարներ են, թույլ չտալու, որ Հայաստանը անկախանա։ Գիտեք ինչ, շատ պարզ մի բան, ես խնդրել եմ, որ ավելի մանրամասն ներկայացնեն, այսօր պատրաստ չեմ այդ թեմայով շատ խոսել, բայց տենց ստացվեց, որ երեք ինչ որ նկարներ եմ տեսնում նյուսֆիդում երևում է ուժեղ խաղաղություն կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, հասկանում եք, այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը անմիջապես կամ ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմը։ Իրենք պատերազմից շահելու են հետևյալը, որ լինելու են ֆորպոստի եւ ոչ թե պետության կառավարիչ, որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ դա իրանց ֆինանսապես ձեռնտու է։ Եվ իմիջայլոց պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները, որովհետեւ նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում, միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք, աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, ուպոր լյոժա 30 անգամ չեն կարողանալու։ Ես այնտեղ մարդ չեմ տենում, որ կարա 30 անգամ ձգվի, ոչ էլ 100 կիլոմետր հեծանիվ քշի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար